Բնապահպանական խնդիրների մասին մասնագետներից ու բնապահպաններից բացի խոսում են նաև դպրոցականները։ Հաղարծին գյուղի միջնակարգ դպրոցի ավագ դասարանների աշակերտները նախագծային աշխատանքի շրջանակում ուսումնասիրել են շրջակա միջավայրի պահպանությանը վերաբերող և իրենց համայնքում մտահոգիչ երկու կարևոր թեմա՝ աղբի այրման վնասակար ազդեցությունները բնակավայրում և անտառահատումների հետևանքները։ Ուսումնասիրության ընթացքում դպրոցականները հանդիպումներ են ունեցել համապատասխան կառույցների ներկայացուցիչների հետ, ուսումնասիրել են առկա խնդիրները, հավաքագրել տեղեկություններ և փորձել գտնել հնարավոր լուծումներ։ Աշակերտները իրենց առաջարկները և դիտարկումները հասցեագրել են նաև իրավասու մարմիններին, ակնկալելով, որ բարձրացված խնդիրները կստանան համապատասխան արձագանք։ Լոֆթ Իջևան երիտասարդական կենտրոնի և Հաղարծին գյուղի միջնակարգ դպրոցի հետ համատեղ համագործակցությամբ փորձեցինք իրականացնել նախագծային երկու աշխատանքներ, առանձնացնելով կարևորագույն երկու թեմա՝ աղբի այրման վնասակար ազդեցությունը համայնքի վրա և անտառահատումների վնասակար ազդեցությունը համայնքում։ Նախագծի մասնակցում էին Հաղարծի դպրոցի 10 և 11-րդ դասարանի աշակերտներ, ինչու հենց աշակերտների հետ իրականացնել այսպիսի նախագծային աշխատանքներ և բարձրացնել այսպիսի լրջագույն խնդիրներ, քանի որ հենց նրանք են համայնքի որոշում կայացնողը և այդ համայնքում փոփոխություն բերողը։ Ներկայացնելով իրենց կատարած աշխատանքները, երեխաները կարևորում են անտառների պահպանությունը, ինչպես նաև բնակավայրերում աղբի այրման վտանգների մասին իրազեկվածության բարձրացումը։ Նրանց համոզմամբ, բնության հանդեպ պատասխանատու վերաբերմունքը պետք է ձևավորվի դեռ դպրոցական տարիքից։ Եվ երեխաները իհարկե շատ բան իմացան, շատ բան հասկացան շրջապատական միջավայրի պահպանության հատկապես այդ ոլորտում, ինչ աշխատանքներ պիտի իրականացնեն, ինչ իրազեկումներ պիտի անեն համայնքում։ Այս նախագիծը հենց նաև կանաչ տնտեսություն, ըստ այն ոլորտ և կանաչ տնտեսության թեմային վերաբերյալ, կանաչ տնտեսությունը իմացան ինչ է նշանակում, կարևոր էր դա շրջակա միջավայրի պահպանություն և այնպիսի աշխատատեղեր, որոնք ապահովեն բնությունը, ապահովեն շրջակա միջավայրը և ինչու՞ չէ նաև վերհանեցին մեր համայնքի հիմնախնդիրները։ Այնպես որ բոլորը համատեղ ԲՏՃՄ ոլորտի գենդերային անհավասարության և մեր համայնքի հիմնախնդիրները բախեցրեցին իրար, կանաչ տնտեսությունը եկավ, հիմնախնդրով ավարտվեց և մեր ծրագիրը, մեր նախագիծը հասցրինք ավարտին։ Նախագծային աշխատանքի շրջանակում դպրոցականներն անդրադարձել են նաև գենդերային հավասարության թեմային։ Բնագիտամաթեմատիկական առարկաների շրջանակում իրականացված ուսումնասիրությունների ընթացքում նրանք վերլուծել են աշխատաշուկան և նկատել, որ այս ոլորտներում աշխատող կանանց թիվը համեմատաբար քիչ է։ Աշակերտները հանդիպումներ և զրույցներ են ունեցել համայնքի առաջատար կանանց հետ, ծանոթանալով նրանց մասնագիտական ուղուն, հաջողության պատմությանը։ Երբ երիտասարդները սկսում են հետաքրքրվել իրենց համայնքի խնդիրներով, առաջ են գալիս նաև լուծումների նոր տարբերակները։ Հիշեք, անտառն առաջին հերթին հարստության ու բարիքի շտեմարան է, երկրի առողջ շնչառության գրավական։